Այժմ բերեմ օրինակներ, թե ինչպես կարելի է կլիմայի փոփոխության թեման ներառել կրթական ծրագրերի մեջ որևէ առարկայի դասաժամին։ Օրինակ, աշխարհագրություն 7-րդ դասարան, թեման համաշխարհային տնտեսություն, դասը վառելիքաէներգետիկ արդյունաբերություն։ Դասի ընթացքը։ Դասը պայմանականորեն բաժանենք 6 մասի։ Առաջինը՝ դասի խնդրի ներկայացում եւ խթանման փուլ կամ մուտքի քարտ։ Ցուցադրեք հիմնախնդիրը ներկայացնող որևէ նկար։ Տես, մտածիր, հարցադրիր մեթոդի օգնությամբ իրականացրեք խթանման փուլ։ Աշակերտների հետ քննարկեք հետեւյալ հարցը. Ինչ ես տեսնում նկարում։ Ինչ ես մտածում տեսածի վերաբերյալ։ Ինչ հարց ունես տեսածիդ վերաբերյալ։ Եվ ինչ ես կարծում, ինչպես է այս նկարը կապված մեր դասի խնդրի հետ։ Հաջորդ փուլը դա հետազոտման փուլն է, տեսանյութի դիտում։ Աշակերտները դիտում են տեսանյութ վառելիքաէներգետիկ ռեսուրսների վերաբերյալ եւ միաժամանակ պատասխանում ուսուցչի պատրաստած հարցերին տեսանյութի վերաբերյալ։ Երրորդ փուլը բացատրման փուլ։ Ուսուցիչը ներկայացնում է վառելիքաէներգետիկ ռեսուրսների հիմնական գաղափարները եւ պատասխանում սովորողների հարցերին։ Չորրորդ փուլը խորացման փուլը։ 4 հոգանոց խմբերով մտքի քարտեզ են ստեղծում երեխաները, որը նրանց մոտ կզարգացնի համագործակցությունը, քննարկելու, վերլուծելու, դիրքորոշում ունենալու հմտությունները եւ ինքնագնահատում։ 5-րդ փուլում գնահատման փուլն է։ Անհրաժեշտ է գնահատել աշակերտների ստեղծած մտքի քարտեզը եւ համագործակցային կարողունակությունը։ Դասի վերջում ելքի տոմս մեկ նախադասությամբ բացատրեք, թե ինչպես է վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը բացասապես անդրադառնում կլիմայի փոփոխության վրա։ Հաջորդ դասի օրինակը 8-րդ դասարան համաշխարհային պատմություն։ Կարող ենք նաև իրականացնել դաս համատեղելով 2 եւ ավելի առարկաներ։ Օրինակ, կենսաբանություն եւ աշխարհագրություն 9-րդ դասարան։ Դասի թեման կենսաբազմազանության վրա ազդող գործոնները եւ դրանց նվազեցման ուղիները։